Մեր հյուրն է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ, Արևմտյան Հայաստանի զավակ Արմենակ Աբրամյանը։ Ողջույն, պարոն նախագահ։ Ողջույն ձեզի, շատ ուրախ եմ, որ հրավիրեցիք ինձ այս հարցազրույցի համար։ Կփորձենք այսօր անել մի փոքր հետաքրքիր հարցազրույց։ Տեսնենք ինչ կստացվի։ Ուրեմն շատ հաճախ ես ձեր ասած խոսքերը անմիջապես չեմ հասկանում։ Ոչ թե որովհետև դուք եք սխալ բացատրում կամ ես եմ սխալ ընկալում, ինձ ժամանակ է պետք լինում, որ ես վերլուծեմ եւ ճիշտ ընկալեմ։ Վերջերս, երբ որ փորձում էի դուրս գալ ձեր աշխատասենյակից եւ դուռը ոչ մի կերպ չէր կարողանում բացեի, փորձեցի դա անել ուժով։ Ինչին դուք ինձ ասեցիք հետեւյալը. բացիր սիրով։ Որն է ձեր սերը դեպի հողը, դեպի հայությունը եւ ընդհանրապես դեպի բնությունը։ Այո, որովհետեւ գիտեք ինչ կա, ես մարդարվեստի մասնագետ եմ եւ մարդարվեստին մեջ ամեն մեկ շարժումը ունի 5 հատ հատկանիշներ։ Օրինակ, երբ շարժումը գնես, պիտի ուժ տնես անշուշտ շարժման մեջ, պիտի հոգի տնես շարժման մեջ, պիտի շնչես շարժման մեջ եւ պիտի ասենք նպատակալից լա շարժումը։ Ադորամար սիրտն ալ պետք է տնես շարժման մեջ, որբեսի ամբողջականությունը այդ շարժումը իր համապատասխան արժեքը ստանա։ Ադորամար մի բզիկ շարժումի վրա նայեցեք ինչ կրնանք բացատրությունները տնել։ Ադորամար ընդհանրապես կպատկերացնեք մեր ամբողջ կյանքը, եթե մենք այդպես ատկենիչներով մենք մեր ամեն օրվա շարժումները կամ կյանքերը կարժեքավորենք, ինչպես մենք կրնանք մեր նպատակը անցնել։ Ադորամար ամեն քայլի մեջ, աշխատանքի մեջ, գարիվներին մեջ նույնիսկ ամեն ինչ սիրտով պետք է լա։ Կասկնակ այստեղ մեկ բան, երբ կխոսենք պատերազմի մասին, վերջի վերջո մենք մեր ժողովուրդը պաշտպանելու համար կամ մեր դարածքը կամ մեր պետականությունը, ամբողջական պետականությունը պաշտպանելու համար այս պատերազմը մեր պատերազմը չէ, մեր պատերազմն է, որովհետև մենք անպայման պետք է ամեն ինչ ունենք հոգիով եւ սիրտով։ Նույնիսկ մեր ազգը, մեր ընդհանուր եւ պետության կամ հայրենիքը պաշտպանելու համար։ Կպատմեք ձեր արմատների մասին, ձեր ծնողների մասին, ձեր մայրիկի մասին, ինչ դեր է խաղացել ձեր հայրը Արմենակ Աբրամյանի անձի ձևավորման մեջ։ Նախ ես չեմ գնար խոսիր իմ ծնողներու մասին, եթե ամիջապես չի խոսիմ իմ մեծ հայրիկներու կամ մեծ մայրիկներու մասին։ Ինչ կրնամ ասեմ ձեզի։ Ես կրնամ ասեմ, որ իմ մենց մամայիս կողմեն մեծ հայրիկս, որ Արմենակն էր անունը, չի ճանաչեցի։ Ինքը դարվան, որ ծնվել եմ, ինքը զոհվեց։ Բայց ճանաչեցի մայրի կողմեն մեծ մայրիկս։ Հայրիկիս կողմեն ճանաչեցի մեծ հայրիկս եւ մեծ մայրիկս։ Մեծ հայրիկս հայրիկիս կողմեն ինքը Էրզրումից եկած էր եւ ինքը պաշտպանել է անշուշտ եւ ինքը իրեն մեջ կար այդ գարինից Էրզրումից գրնամ ասեմ ջերմությունը։ Ինչու կասեմ ջերմությունը, որովհետեւ ինքը այդպես շփվեց ինձ հետ, ջերմությունով շփվեց ինձ հետ։ Մենք բզդիկ պարդեզ ունեինք, շատ բզդիկ պարդեզ ունեինք, պարդեզի մեջտեղ ձիրանի ձարը ունեինք եւ ինքը բացատրեց ինձ եւ փոխանցեց ինձ բնության կարեւորությունը։
Այստեղ նույնիսկ մեծ մայրիկի կողմեն, ասենք թե հայրիկիս կողմեն մեծ մայրիկս ինքը շատ անգամ իր բզդիկ դունը ունեին, շատ անգամ այդ դունին մեջ ինքը կերքեր, ասենք թե ինքը կաշխատեր, կմաքրեր դունը, ածկը պատրաստեր, բայց միշտ երգերով։ Իմ մեծ հայրիկս ֆեդային էր եւ ինքը ուներ իրեն մեջ այդ երգերը, այդ ֆեդայինական երգերը եւ կերքեին եւ ես կլսեի եւ այդ ամեն ինչ ինձի դաստիարակեց։ Բայց նորեն անդրադառնալով Բարդեզին հետ, Բարդեզը մեզ համար շատ կարևոր էր։ Քաղաքի մեջ կբնակեինք Բանյո քաղաքը, որ քույր քաղաքներ Վանաձորին հետ, Կիրովականին հետ։ Բանյոից ես արդեն առաջին անգամ որ եղել եմ Հայաստանի Հանրապետությունում, այն ժամանակ Սովետ Հայաստանն էր, իրականության Սովետ Հայաստանը, Կիրովականը 1971-ն է։ Եվ ես եկա Կիրովական, անտիպել եմ իմ մամայից կողմեն մեծ մայրիկի եղբայրը, որ եկավ ինձի վերցեց, ինքը Երևան կբնակեր, ինձի իրավունք չուներ ինձի դանել իրականության, բայց այդպես խոսելով, պայմանավորվելով, ինքը վերցեց ինձի եւ 3 օր բերավ ինձի Երևանում։ Ուրեմն ասեմ, որ ամիջապես ես զգացի, որ այստեղ ես կգտնվեմ իմ առազատ շրջապատին մեջ։ Ադամեն ինչ մնաց մոդս եւ կրնամ ասեմ, որ երբ երկրաշարժը պատահեցավ 1988-ին, դեկտեմբերի 7-ին, այդ երկրաշարժը շատ փոխվեց բաներ ինձի, ես հայրենիքի կանչ կար եւ դեսա, որ ես պետք է օգտակար լայի հայրենիքի համար, ամիջապես որոշեցի, այն ժամանակ սովետներ, բայց որոշեցի նստիր մի ինքնատիրին մեջ եւ շուտ գամ Հայաստան երեխաները օգնելու համար, ինչպես օգնեմ երեխաները, այն ժամանակ ես նորեն մարտարվեստի վարպետն էի եւ սկսել եմ հայ ճամփան դպրոցները բանալ ֆիզկուլտուրայի ինստիտուտում Երևանում, Աբարանում եւ տարբեր ուրիշ տեղերը։ Այդպես եղավ, որ անտիպեցի բարոն Լեոնիդ Ասկալյանին հետ։ Մայրիկիս հայրը ծնվել է Կարինտակում, Արցախի։ 2020 թվականի պատերազմի ժամանակ լուրը լսելուց, որ Կարինտակը հանձնվեց թշնամուն, իմ մայրը լացում էր եւ ես երբեք իր արցունքները չեմ մոռանա, թեպետ ինքը այնտեղ չի ապրել, բայց գոյություն ունի մարդու հիշողության եւ բնիկության մեծ ուժը, որը որ չես կարող ոչ մի բանի հետ փոխես։ Ես ասեմ ձեզ, իմ զենքը իմ պատերազմը զենքով չի, իմ պատերազմը իմ ընկերն է, իմ պատերազմը իմ աղբերն է, իմ պատերազմը դուք եք, որը որ ձեր ռազմավարական ստրատեգիայով կբերեք, կվերադարձնեք մեր հողերը մեզ։ Ինչ է ձեր համար պատերազմը, ձեր իսկական պատերազմը որն է։ Ես Կարինտակին շատ լավ կճանչնամ, որովհետև Շուշվագունդի հատուկ ուժերու հրամանատար էի եւ մեկ մաս իմ զինվորները Կարինտակի դղաներ էին, որ գուկային մոդս ծառայելու, ոչ մենական Շուշ Կարինտակի, Կարինտակը շատ մոդիկ այդպես միտքեր կան, կաղապարներ կան, Կարինտակը շատ լավ կճանչնամ, Կարինտակը մի կողմն է, որ շատ դժվեց, որովհետև Շուշից երբ թուրքերը, ասենք թե ազերիները Շուշի էին, շատ վնաս դրին Կարինտակի ժողովրդին։ Այսօր ժամանակավորապես Կարինտակը կգտնվի ազերի ռեժիմի
ցերկի դակ, բայց մենք ալ գիտենք, որ ադամեն ինչ այդպես չի շարունակվելու։ Եվ անոնք ալ գիտեն, եւ մենք ալ գիտենք։ Այսինքն մենք գիտենք, եւ գսենք մենք Արմենիան Հայաստանի մասին է խոսքը, անոնք ալ գիտեն եւ գսենք անոնք ազերի ռեժիմի մասին է խոսքը, որ այդպես չի մնալու։ Ասենք պետք է հասկանանք, որ եթե մինչև հիմա 2 միլիոն ցեղասպանված հայության դիմաց նորեն հայություն գա աշխարհում, որ պատրաստ են Արմենիան Հայաստանի իրավունքները պաշտպանել եւ պատրաստ են Արմենիան Հայաստանը ազատագրական բայկարը դանեն Արցախի Կարինդակի եւ Արցախի հետ կապված այդպես նալ պիտի շարունակվի մանավանդ որ այս անգամ արցախցիները եւ մենք մեր գաբը Արցախին հետ շատ խոր է։ Ինչու գսեմ այս անգամ, որովհետև գիտակցաբար ձևով շատ խոր է։ Նայեցեք, գերձ կազմակերպությունները իբր թե հայկական դարին 100 տարվա մեջ բացատրեցին մեզի, որ մենք մեր ժողովուրդը հանհայրենիք ժողովուրդն է։ Հիմա կացեք նույն ցևով, կացեք ըսեք Արցախի տուն հանհայրենիք ժողովուրդ ես։ Ինքը ձեր դեմը պիտի կրվի, եթե այդպես կխոսիկ, որովհետև ինքը այսօր ինքը չի ներկայացնի իրեն որպես անհայրենիք ժողովուրդ։ Իրեն հայրենիքը շատ լավ կճանչնա եւ մինչեւ հիմա կտեսնանք մինչև այսօրս արցախցիները պատրաստ են իրավարական դաշտի վրա եւ նույնիսկ ամեն ինչով իրեն հայրենիքը պաշտպանելու։ Հիմա գասկնակ ինչ կատարվի։ Անոնք այդ ուժերը, քաղաքական ուժերը, որ մեզի իբր թե դաստիարակեցին, որ մենք Նանսենի պասպորտ ունենք, ոչ Հայաստանի պասպորտ, եւ մենք հանհայրենիք ենք, այս ուժերը այսօր, որ գան, նորեն գան մեր մոտ, անոնք չեն գնար այդպես մոտիկանալ։ Ուրիշ ցևով կմոտիկանան, գսեն, որ արդեն օրինակ, գսեն, որ արդեն Արցախը Ադրբեջանի մաս կգազմե, այդպես բաներ գնեն, գսեն, անիմաստ, ասենք իմաստը չունին, լեգիտիմությունն ալ չունին եւ իրավաբանական միջազգային իրավունքներու համապատասխան ոչ մի հիմք կնալ չունին։ Հիմա ադորամար պետք է հասկանանք, որ այդ ուժերը կան եւ շատ լավ անձամ ես այդ ուժերը քաղաքական ուժերը եւ կազմակերպությունները, որ կգտնվին մեր մեջ, մեր ազգի մեջ կգտնվին, ես շատ լավ իրենց կճանչնամ։ Բայց անոնք չունին այսօր ադանավորությունները, մեզի եսելով, որ դուք հանհայրենիք ազգ ենք, դուք իրավունքներ չունիք վերադառնալու ձեր դարաշտը, ձեր պետության, այդպես բաներ այսօր չեն կրնար։ Մեր վիճակը շատ փոխվեց։ Պատերազմի հետ կապված պետք է հասկանանք, որ մեր պատերազմն է այդ զինվորները, որ զոհվել են, այդ զինվորները, որ վիրավորվեցին։ Ես ալ վիրավորված զինվոր եմ։ Այդ զինվորները, որ վիրավորվեցին, որ զոհվել են, անոնք զոհվել են իրենց ազգը պաշտպանելու համար, իրենց պատերազմն է։ Սա ուրիշի մենք հասկանանք, երբեք մենք չենք վախնալու մեր դարաշտները կամ մեր ազգը կամ մեր ընտանիքները պաշտպանելու, մենք այդպես դաստիարակված չենք եւ այդպես նալ քաղաքապարախոսություն չունենք։ Մենք ալ չենք հասկանալ անոնք, որ գսեն մեր մասին, մենք չենք պաշտպանելու մեր ազգը, այդպես բան չկա։ Մենք միշտ առաջ կացինք եւ միշտ ամեն ինչ մենք ըրինք, որբեսի
մեր ընտանիքները պաշտպանված լան, ինչի համար, որբեսի չի լինի, ինչ պատահեցավ մեր ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանում, ինչու մենք կացին գրվելու, առաջին պատերազմի ժամանակ, որբեսի չկոտորեն մեր ժողովուրդը, ինչպես որ պատահեցավ Արևմտյան Հայաստանի տարածքում։ Ադորամար իմացեք իսկապես, մի լսեք, մի մտածեք, ուշադրություն կամ կարևորություն մի տնեք այդ գեղձ դեսակներից, որ կա մեր մեջ, որ մեզի կսեն հանհայրենիք ենք, մենք իրավունքներ չունենք, մենք գրոնական փոքրամասնություն ենք, օրինակ, գրոնական փոքրամասնություն, ինչ կսենք, մենք դասնյակ ազարդարի պատմություններ ունենք մեր Արևմտյան Հայաստանի տարածքում, դուք մեր գարկավիճակը գրոնական փոքրամասնությունն է, ասենք թե ջնջելով ամբողջ մեր պատմությունը, մեր ավանդույթները, մեր մշակույթը, մեր գիտելիքները, ասենք թե չեն կրնար այդ տեսակ մարդիկները, որ այդպես մեզի գուզեն ներկայացնել, անոնք արդեն շատ անոնք են փոքրամասնություն մեր մեջ եւ արդեն այդ ուժը չունին։ Ինչու՞, որովհետեւ թուրքերը, թուրքական ռեժիմը շատ կուզե, որ մենք գրոնական փոքրամասնությունը լանք։ Շատ կուզե, որովհետեւ չի ուզեր, որ մենք որպես փնիկ ներկայացնենք, փնիկ ազգ ներկայացնենք մեր կարգավիճակը։ Եվ ադորամար ինչ կսեն վերջը, կսեն բա հայերը մոտավորապես 60,000 հայեր մնացին Բոլիսում այսօր։ Ահա կնշանակե, որ մնացածները, իսլամացած հայերը, քյուրդացված հայերը, թուրքացված հայերը, արևացված հայերը, անոնք հայ չեն։ Կասկնակ, ադալ քաղաքականությունն է, ասենք թե մեզի բաժնվելով, որբեսի մեր ազգը ինքը չի վերագայնվի, մեր ազգը ոտքի վրա չի գայնի եւ իրենց իրավունքները չի պաշտպանվի։ Ամեն ինչ մտածված է։ Թուրքական ռեժիմները, որովհետեւ մի քանի հատ կան, շատ կուզեն, որ մենք ներկայացնենք մեզի որպես գրոնական փոքրամասնություն, Արևմտյան Հայաստանի կողմեն, երբեք մենք այդպես չենք ներկայացնել մեզի, մենք բնիկ ազգ ենք մեր հայրենիքի վրա եւ մենք այդպես պիտի շարունակենք պաշտպանելու մեր իրավունքները այդ բոլոր գերձիկների դիմաց, այդ գերզ կազմակերպություններու կամ քաղաքական ուժերու դիմաց, որ մեզի այդպես կտնեն, որպեսզի զերոացնեն մեզի եւ մենք վերջնականապես շարունակելով ցեղասպանությունը ոչնչացնեն մինչեւ վերջ մեր զավակները։ Պարոն Աբրահամյան, ես վախենում եմ ծեսկրտուկից, ես վախենում եմ պատերազմից, ես վախենում եմ չարությունից, ես վախենում եմ մթությունից, ես վախենում եմ մարդկանց ագրեսիայից։ Դրանք են իմ անձնական վախերը։ Մանուկ ժամանակ ես ծնվել եմ Բաքվում, ականատես եմ եղել հերթական ցեղասպանությանը։ 89 թվականին պատշգամբից նայելով փոքրիկ երեխայի տեսել եմ մի ամբող երկատե ձողերով ջարդում են ինչ-որ հայի ու գորում են հայրին մահ։ Ես այդ ժամանակ չէի հասկանում ովքեր են իրանք, ինչ է կատարվում, ինչի համար է սարվում։ Պատմությունը ունի սովորություն կրկնվելու։ Ինչ ահետ է բերում ցեղասպանությունը ձեր համար։ Նախ ես որ վախ ունիք, ես այս գոմեն վախությունը բոլորս ունենք, այդպես չէ, որ վախ չկա, բայց քո վախությունը պիտի կարգավորես։ Եթե վախություն ունիս այդ աստիճանով, որ պատրաստես թողնել երեխաները տշնամենի եւ տուն փախես, եթե այդ է վախությունը, քո վախությունը անընդունելի է։ Բայց եթե վախություն ունիս, որ քեզի ուժ կուտա քո երեխաները պաշտպանելու տշնամի դիմաց, այդ վախությունը ընդունելի է։ Ադորամար ես լավ չեմ հասկանում ձեր վախությունի իմաստը։ Դուք պետք է
բացատրեք ինձ ինչ տեսակ վախություն ունիք։ Եթե վախություն ունիք ադաստիճանով, որ պատրաստեք բոլորին ծախեք, բոլորին դակ, որովհետեւ ձեր անձը պաշտպանված լա, այդ տեսակ վախությունը անընդունելի է։ Հիմա կապված ասենք թե ինչ ունենք ընելու մեզի ապահովելու համար մեր վախությունները դրական ցևով առաջ տնենք, որովհետեւ մենք կարողանանք դիմադրություն ներկայացնել։ Վախությունը պետք է այդպես արվի, որ ինքը դիմադրությունից ուժ դա։ Այդ դիմադրությունը մենք պետք է, եթե չունենք, մենք ունենք, բայց եթե իսկապես թուլացել է, պետք է վերականգնվի, որովհետեւ մեր ջայլները, մեր աբակա զինվորները անոնքալ հասկանան, որ այդ դիմադրությունը պետք է իրենց մեջ նստի։ Մենք Արևմտյան Հայաստանի համար բայկարը մեր ապրելակերպն է։ Բայկարը մեր ամենօրվա սնունդը չէ, բայց առաքելությունն է։ Մենք կսնվենք մեր պատմությունից, ավանդույթներից, մենք կսնվենք մեր բնությունից, կսնվենք մեր քաղաքներից, բայց ամեն ինչ պետք է միացնենք մեր դիմադրությունը ներկայացնելու համար։ Այդ դիմադրությունը մենք պետք ունենք, որպեսզի կարողանանք ուղղակի գաբը պաշտպանենք մեր բնօրանին հետ, մեր հայրենիքին հետ։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, օտարության մեջ ապրելով ոչ մի բան չենք լուծելու։ Օտարությունից կրնանք օգտվել, կրնանք քիսել, կրնանք ուժեղացնել կամ նույնիսկ եթե պետք է օգուտ մեր ազգի, բայց վերջո մենք փնիկ ազգ ենք եւ մենք ուղղակի կապ ունենք մեր բնօրանին հետ։ Առանց մեր բնօրանը մենք չենք գնալ պահպանել մեր ավանդույթները։ Եվ գխոսենք մեր ավանդույթներու մասին։ Մենք ատկան առուստ ենք այդ կողմեն, մշակույթով եւ ամեն ինչով, մեր ավանդական գիտելիքներով, ատկան առուստ ենք։ Ինչքան որ մենք օտարության կմնանք, այդ ավանդույթները, այդ ավանդական գիտելիքները կգործվենք։ Պետք է գործվելու ինչ կնշանակի պետք է մենք վերադառնանք մեր բնօրանին մեջ, այդ ամեն ինչ զերովից վերականգնելու։ Եվ սա կասկնակ գապ չունի, եթե միջոց ունիք, փող ունիք, նյութական ապահովված եք կամ ապահովված չեք։ Եթե կսնվեք բնօրանից, ամեն ինչ նյութական չէ, ասենք թե փողի մասին կխոսեմ, այդ բնությունը շատ բան կուտա մեզի առողջ բայելու, ուժեղ բայելու, որովհետեւ կարողանանք այդ բայկարը շարունակենք։ Մենք այդպես ծրագիրներ ունենք Արևմտյան Հայաստանի աբակային հետ։ Ես գիտեմ, որ այստեղ քիչ երեխաներ, ընտանիքները կբերեն, մեզի համար դժվարություն մնե։ Բայց մյուս կողմեն մենք գիտենք, որ Արևմտյան Հայաստանի տարածքում ավելի շատ մեր ընտանիքները երեխա կբերեն։ Այս կողմեն կասկնակ, երբ մենք գիտենք, որ ամենեն քիչը մեկ հատ ընտանիքը 10 հատ երեխա կբերե Արևմտյան Հայաստանում, մենք այդ process-ը գուզենք ուժեղացնել, գուզենք ինչ մնաց իրականության, մնաց, որ մենք դպրոցները ստեղծենք այդ երեխաները դաստիարակելու համար, որպես հայ, եւ իրենց մեջ վերականգնենք այդ ինչ որ գործովեցին ժամանակի վրա։ Այդ է մեր հիմնական կարևոր ծրագիրը։ Եվ եթե անգարս կրնամ ես շարունակեմ իմ պատասխանատվություն, ես պիտի աշխատեմ, որպեսզի Արևմտյան Հայաստանի, ինչու՞ չէ, բոլոր Արցախի հայության ընտանիքներուն, Արևմտյան Հայաստանի ընտանիքներուն կամ այստեղի ընտանիքները հասկանան, որ մեծ ընտանիքներ,
մեծ թիվով զավակները բերելը մեզ համար շատ կարևոր է։ Բայց պետությունը ինքը պետք է թիկունքային է այդ ընտանիքներուն, երեխաները բայելու եթե պետք է, եթե ընտանիքը դժվարություններ ունի ընտանիքը բայելու, պետք է պետությունը թիկունքային է ընտանիքին բայելու համար երեխան։ Եվ վերջը դաստիարակելու, ինչու դաստիարակել, որպեսզի երեխան, որ ունի շատ ատկանիշներ ունի իրեն մեջ, գենետիկորեն դուքալ հասկանաք, որ առանց նույնիսկ եթե դաստիարակությունն չեն կստանալ, մեր մեջից շատ բաներ կան, որ գծնվին դուրս գուկան մեր կյանքի դիմաց։ Այդ երեխաները, որ մենք առանք դաստիարակել եւ օգնել իրենց, մինչև որ մեզնան քիչմը, մինչև որ արդեն նույնիսկ զինվոր դառնան, մենք իրենց գողքը լանք։ Մյուս կողմենն մեր անվտանգության իմաստով պետք է հասկանանք, որ երեխաները դաստիարակելու համար մենք ադուկ նպատակներ ունենք, ինքը սկիզբեն ի վեր պետք է երեխան պատրաստ է իրեն առողջություն, աշխատի իրեն առողջությունի վրա։ Մյուս կողմեն պետք է երեխան իրեն անվտանգության մասին մտածի եւ մենք պետք է օգնենք եւ դաստիարակենք իրեն, որպեսզի ինքը ապահովված զգա, անվտանգություն իրեն վրա ուժեղ լա։ Ադորամար մեր Արմենիան Հայաստանի կողմեն շատ խոր ծրագիրներ ունենք, որպեսզի մեր ազգը բազմանա, ուժեղանա, անվտանգ զգա եւ առաջ գնա զարգանա։ Ինչքան որ մենք կրնանք դաստիարակել մեր երեխաները, ինչքան որ մեր երեխաները կրնան զարգանալ, ինչքան օգուտ է հայ ազգի համար։ Ագարակը չէ, ես կասկնամ Թուրսի հայության ինչ կնեն ասեն, թե ինչ դաստիարակություն կստանան Թուրսի հայերը, շատ քիչ բաներ։ Անոնք շատ կհեռանան, նույնիսկ հեռացել են հայրենիքի բնորանի։ Հիմա փախտ ունենք, որ քիչմը ժաշերը պահպանված լան, որովհետեւ իբր թե մշակույթը այդպես կպահպանվի, քիչ մնալ կբարեն, բայց իրականության մենք ավելի շատ արուստ ենք եւ այդ արուստությունն ալ պետք է պահպանվի, ուժեղացվի եւ ուրիշ բան մգա, որ մեր ասարագությունը պետք է իմանա հայության մեջ գավանդական գիտելիքներուն մեջ շատ գաղտնիություն կա, մենք շատ բաներ ունենք կայլակար գամած դարիներու վրա ներկայացնելու, որ մեր հայերը, մեր ազգը ավելի ուժեղ լա եւ ավելի հնարավորություններ ունենա զարգանալու համար։ Եթե մեր հայերը կզարգանան, օգուտ ինչ է, օգուտ մեր պետության, մեր ամբողջական պետության մասին է խոսքը։ Ես չեմ խոսիլ մինակ Սովետ Հայաստանի, այսօրվան դե ֆակտո Հայաստանի հանրապետությունը։ Դե ֆակտո ինչու կսեմ, որովհետև դե յուրե Հայաստանի հանրապետությունը, այս Հայաստանը չէ, դե յուրե Հայաստանի հանրապետությունը արդեն ճանաչված է, դարբեր ցևերով ճանաչված է։ Մեր պետությունը մանավանդ Արմենիան Հայաստանի կողմեն շատ դակրքից ցևով ճանաչված է։ Չեք գտնելու աշխարհում մեկ հատ պետությունը, որ Արմենիան Հայաստանից այդքան ճանաչումները ստացավ։ Չեք գտնելու։ Օրինակ, շատերը կխոսին Վիլսոնի հրավառաջի մասին, չէ՞։ Եվ նույնիսկ կգաբեն Վիլսոնի հրավառաջը Երևանի ռեժիմի հետ։ Ինչ իրավունքի իման վրա։ Երևանի ռեժիմը դե ֆակտո անկախությունը ստացավ 1991-ը։ Ինչ կապ ունի Վիլսոնի հրավառաջի հետ։ Վիլսոնի հրավառաջի կապ ունի Արմենիան Հայաստանը։ Մանավանդ տեսեմ ցեզի, մինչև հրավառաջը Վիլսոնը 14 կետերը հայտարարեցավ,
որ 12-րդ կետը ուղղակի կապված է Օսմանյան կայսրության հետ եւ Արևմտյան Հայաստանին հետ եւ մեր ինքնավարության հետ եւ մեր անկախության հետ։ Բայց չեմ հասկանում ինչու չեք ներկայացնում այստեղ այդ 14 Ուիլսոնի 14 կետերը, որ ուղղակի ինքը կհայտարարե մեր ինքնավարությունը եւ մեր անկախությունը։ Ինչու՞։ Այսինքն կիսատ ցևով գուզեք ներկայացնել մեր պատմությունը, որբեսի ջնջեք, որ Արևմտյան Հայաստանը ընդհանրապես չի ճանաչվեց որպես պետություն։ Չեք կրնար փոխել ընդանուր իրավանական պատետը կապված Արևմտյան Հայաստանին հետ։ Եվ չեք կրնալ ջնջել, որ Արևմտյան Հայաստանում կատարվեցավ ցեղասպանություն, ոչ ուրիշ դեղ։ Եվ ցեղասպանության իմամ վրա է, որ Միացյալ Նահանգները ճանաչեցին մեր դե յուրե անկախությունը մայիս 11-ին 1920։ Չեք կրնալ փոխել, այսինքն գուզեք օգտվել Արևմտյան Հայաստանի բոլոր հնարավորությունները եւ բոլոր իրավանական պատետները մինակ ձեզի համար, մոռանալով Արևմտյան Հայաստանի իրավունքները, մոռանալով, այսինքն ազգը, ժողովուրդը, բնիկությունը չեք կրնալ օգտվել, այսինքն ուզում եք պետությունը ստեղծեք աստեղ մեր աշխի վրա, առանց մեզի ուշադրություն տնելով, ինչպես որ գուզեք օգտվել Արցախի հայության հնարավորությունները մինակ ձեզի համար այստեղ չի լինելու, չեք կարա, ադաստիճանը չեք կարա, որ նայեցեք գամած քայլալքավ կպատրաստեք ձեզի փոխել ձեր այստեղի անկախության հռչակագիրը։ Ես չեմ ասել, որ պետք է բաժնվենք ընդանուր մեր քաղաքական վիճակը, այդպես բան չեմ ասել, բայց մեկ բան կասեմ, որ գա այսօր դե ֆակտո մեկ հատ պետությունը, որ Սովետ Հայաստանից կուկա, բայց մինչև Սովետը ընդունված էր եւ աստատված էր եւ ճանաչված էր մի պետություն, որ հիմնավորվեց սկիզբեն ի վեր Արևմտյան Հայաստանից։ Քիչ առաջ խոսեցիք երեխաների հետ կապված, որ շատ պետքա երեխաներ ընտանիքներ ունենան, մեր հերթական զրույցի ժամանակ այս օրերս հետաքրքիր բան եք ասել ինձ, եթե երեխան մոր արգանդում է, բայց հնարավորություն չտվեցիր նրան ծնվելու, դու կարող ես սիրել նրան, իսկ արդյոք նա կհասցնի սիրել քեզ։ Կասկնանք այստեղ գա ընտանիքներու պայմանները եւ դժվարության կյանքը եւ կա պետությունը։ Եթե ընտանիքը ինքը ապրում է պետության մեջ կամ պիտի ծառայե պետության համար իր ամբողջ կյանքի, եթե պետությունը այդ ընտանիքին չի կրնա թիկուն կայնել, եթե պետությունը այդ երեխան, որ գուզեն ունենալ երեխան, որ բայց կտեսնան, որ իրենց պայմաններու համապատասխան չեն կրնալ բայերը երեխան օրինակ, պետությունը ինքը պետք է միջամտե, պետությունը պետք է առաջարկներ ունե ընտանիքին, որովհետեւ այդ երեխան, որ վերջի վերջո եւ ընտանիքի երեխա է եւ վերջի վերջո պետության երեխա է, ինքը կարողանա մեզնա ուժեղանա, բայց եթե պետությունը ինքը տիկուն չի կայնելու այդ ընտանիքին, այդ պետությունը ինչ պետություն է։ Ասեք ինձի, եթե ընտանիքը, ասենք անուղագի է, ասենք ընտանիքը ամբողջ երենքյանքը պիտի զարայի պետության համար, բայց պետությունը ոչ մի տիկուն չի կայնելու ընտանիքին, այդպես է, եթե այդպես է, այդ պետությունը պետք է չունենք մենք, շուտ փոխենք։ Տիկունք չի, այդ դեպքում տիկունք չի։ Այո, պետությունը։ Իհարկե մենք ընտանիքները հնարավորություն ունին, չէ՞, ընտանիքները, պետությունը չի կրնա զավակ բերել։ Պետությունը չի կրնա զավակ բերել։ Ընտանիքները կրնան զավակ բերել։ Պետությունը կրնա տիկուն կայնե ընտանիքին, որպեսզի բազմանանք ու ժեղանանք, մեզնանք ու ժեղանանք։
ուրիշ ցև ուր կա, ինչ կրնակ առաջարկեք ինձի։ Եթե Արեմեդյան Հայաստանն է, Արեմեդյան Հայաստանը տիգուն պիտի կայնի ընտանիքներուն, որպեսզի ավելի շատ զավակ ունենանք։ Մենք մի մոռանանք, որ մենք 2 միլիոն զոհ դրինք։ Նույնիսկ եթե նահատակեցինք այդ զոհերը, մենք դվինք այդ զոհերը, մինչև որ նահատակեք։ Մեր պետությունը ուրիշ առաքելություն չունի։ Առաջին առաքելությունը մեր ընտանիքներուն տիգուն կայնելն է։ Եվ նյութաբես, եւ անվտանգության։ Եկեք իրատես լինենք, այո, պատերազմ լինելու է, անխուսափելի է։ Եվ ձեր կողմից մշակված ռազմավարության վերադարձնելու են մեր հողերը, հանուն մեր հայ զինվորների, որոնք նահատակվել են, հանուն մեր պապերին, հանուն մեր հողերին եւ ի վերջո հանուն արդարությամբ։ Իրատես լալը շատ կարևոր է։ Կպատկերացնեք, մենք մարդ ենք եւ մենք կրնանք հրադեսը լալ, այսինքն մենք կրնանք դեսնալ, ինչ կրնա պատահել, վաղը մյուսօր։ Բայց որպես պատասխանատու ես այդպես չեմ մոտիկանալ։ Ես կմոտիկանամ դարբեր ճանապարհներով։ Կրնա այս ճանապարհ լինի, կրնա այս խնդիրը այդպես լինի, կրնա այդ ճանապարհ լինի։ Ուրեմն ասեմ, որ մեկ ճանապարհը չի գա։ Երադեսության մեջ մեկ երադեսություն չի գա։ Մի քանի հատ պետք է ունենաս, որպեսզի կարողանաս մի քանի հատով շարժվիս։ Հիմա դուք վերցեցիք մեկը, օրինակ պատերազմը։ Սա շատ կարևոր անգյուն մն է, որովհետև ուղղակի կստիպեք մեր անվտանգությունը, որ ինքը ուժեղանա, կազմակերպված լա, որպեսզի գորուստ չունենանք։ Սա մեկ ճանապարհ մն է։ Ուրիշներ ալ կան երադեսության մեջ մեր պետության հետ համապատասխան։ Բայց եթե կվերցնենք այս ճանապարհը անպայման եւ ցեզիասի դաստիարակել մեր երեխաները այդ կորզիկներով, այդ դաստիարակությունով, որովհետեւ անոնք արդեն երիտասարդ լալով եւ մեծ լալով կարողանան պատրաստ լինեն, նախ պատրաստ լինեն այդ անվտանգություն իրականացնելու։ Մենք ասել, որ երեխան պիտի օրինակ Coca-Cola-ով ապրի, չգիտեմ ինչպես ուտելիքներով ապրի, ինքը առողջություն չունենա, ինքը իվանտ լա, սիրտի իվանտություն ունենա, քաշ ունենա եւ այլն եւ ասենք, որ այդ երեխան ինքն է որ պիտի պաշտպանե մեզի, եթե պատերազմը կսկսի, մենք մեզի կխապենք։ Մենք մեզի չխապենք, մենք մեզի այդպես բայենք մեր ընտանիքները, որովհետեւ երեխաները ուժեղ լան, լավ զգան, մենք գա արեստական ուտելիքները եւ գա բնական ուտելիքները։ Հիմա ձեր կարծիքով ո՞րն է ամենեն ճիշտը։ Հիմա ձեր կարծիքն է, կան որ արեստական ուտելիքներն են ամենեն կարևոր։ Բայց այդ արեստական ուտելիքների ընտանիքները, որ կսպավին այդ արեստական ուտելիքներով, այդ ընտանիքները առողջություն չունին, պիտի արեստական առողջությունով սպավին։ Արեստական դեղերով։ Արեստական ամեն ինչով, բայց եթե բնական բնական ուտելիքները գուտեք, ասենք ընտանիքները բնական ցևով գաբրին, նույն ցևով բնական բուժումները պիտի ստանան եւ նույն ցևով ավելի պիտի ուժեղանան, որովհետեւ մեր մարմինը ինքը արեստական չէ,
Մեր մարմինը, որ ծնվել ենք մենք ծնվել ենք բնական ձևով, մենք չի ծնվեցինք արհեստական ձևով։ Հասկանաք, եւ մեր ծնողները, քիչ առաջ մեր ծնողներու մասին խոսեցանք, մեր ծնողները մեզ ստեղծեցին բնական ձևով, ոչ արհեստական ձևով։ Հիմա ինչու մենք պիտի որոշենք արհեստական կյանք ունենալ, եթե մենք գրնանք բնական կյանք ունենալ, եւ այդ բնական կյանքը, որ մենք ունենանք, օգուտ է մեր ամբողջ նույնիսկ մեր պետության տնտեսությունը, բայց եթե արհեստական կյանք որոշեցինք ունենալ, այդ արհեստական ստիպված ենք մենք թիմել ուրիշ պետությունները, այդ արհեստական ապրանքները քաշելու բերելու այստեղ, լրիվ կխփենք մեր ընդանուր տնտեսությունն ալ կխփենք։ Հասկանաք, մենք այստեղ այդ խաչմերուկի վրա ենք, եւ եթե մենք ճիշտ կորոշենք, մենք կգնանք օգնել մյուս պետություներուն, մյուս արևաներուն, որովհետեւ անոնք ալ առողջ լան։ Բայց եթե արհեստական կյանքը որոշեցին, կնշանակե, որ մյուս արևան պետությունները կգնան աշկ ունենան մեր վրա։ Եվ կգնան շատ վնաս բերեն մեզի, մեր վրա կոնտրոլ ունենան այդ արհեստական հնարավորություններով։ Ադորամար խաչմերուկի դիմացենք հիմա։ Այսօր բոլորս միասին պատասխանատու ենք ճիշտ որոշելու։ Մենք արհեստական աշխարհ կուզենք կերտալ կամ կուզենք պահպանել բնական, բնորան, բնական աշխարհը մեր հայրենիքը կուզենք պահպանել։ Այդ խաչմերուկի վրա ենք։ Անոնք, որ կացին այստեղ են եւ գաբրին արտասահմանում եւ անուն գաբրին արհեստական կյանքով չեն գնար մեզի դաստիարակել, չեն գնար մեզի խորհուրդ տալ, բայց մենք ինչպես պետք է ապրենք, որովհետեւ մենք այստեղ նույնիսկ մեր սարերով, մեր աղբյուրներով, մեր ամեն ինչով մենք արդեն վարժված ենք։ Անոնք, որ գսեն մեզի, ստեղից լսեսի, այդ սարերը պետք է չունինք, ինչ կա վրան ձույն կա։ Անոնք, որ այդպես կխոսին, անոնք կնշանակե, որ գաբրին արհեստական կյանքով եւ գուզեն մեզի փոխանցել այդ արհեստական կյանքը, բայց մենք չենք ընդունում։ Մենք չենք ուզում, մանավանդ Արևմտյան Հայաստանի ժողովուրդը, մանավանդ Արցախի ժողովուրդը այդ արհեստական կյանքը չենք ընդունում։ Մենք ուզենք այդ սարերը, մենք ուզենք այդ ձույները, որ կան սարերի վրա, որովհետև այդ ձույները կբերեն ջուրերը, կբերեն աղբյուրները եւ այդ աղբյուրները մենք պետք ունենք ապրելու։ Մեկ հարցեր տամ, եթե կարելի է։ Անշուշտ։ Եթե գոյություն ունենար ժամանակի մեքենան եւ ունենայիք հնարավորություն ինչ-որ բան փոխելու, ինչը կփոխեք ձեր կյանքում։ Մենք ամեն վարքան, հարգելիներս, ամեն վարքան հնարավորություն ունենք ամեն ինչ փոխելու։ Մեր հնարավորությունն է։ Ամեն հիմա մենք հարցազրույց ունեցանք։ Մեր հասկը պիտի լսե մեզի։ Անոնք ալ պիտի սկսին մտածել։ Եվ եթե սկսել են մտածել եւ կիսել կամ չկիսել նույնիսկ մեր առաջարկները, կնշանակի, որ մենք սկսել ենք արդեն փոփոխությունը։ Մենք գտնանք դեպի մեր ուզածի պես, դեպի մեր ուժեղացման, դեպի մեր լավության ամեն ինչ փոխել ամեն վարքան։ Մենք ենք որոշողները։ Մեր այսը մեր ազգի հնարավորությունն է։ Մեր ազգի հնարավորությունի մեկը ադե, որ մենք կարանք փոխել ամեն ինչ մեր ուզածի պես եւ ոչ մենակ մեր ուզածի պես։ Մենք կգնանք փոխել ամեն ինչ ուրիշներու զորացնելու համար, որովհետեւ մենք ադանավորություն միշտ ունեցել ենք օգնել ուրիշներուն։ Գուզեն մեզի ներկայացնել այդ դեսակ գերձ կազմակերպությունները, քաղաքական ուժերը, որպես չգիտեմ, բզդիկ ժողովուրդը, բզդիկ փոքրամասնություն մի բանը,
Բայց մենք ինչպես մենք կարողացանք դիմանալ 10,000 տարի։ Եթե atkan մենք բզդիգենք, եթե մենք atkan դգարենք, եթե մենք atkan հերու ենք մեր ասենք ամեն ինչի իրենց բեսերու իրականության անոնք են այդպես եւ գուզեն որ մենք իրենց բեսը լանք, չէ՞։ Բայց մենք ինչպես կարողացանք 10,000 տարի մեզի բայել, բախպանել, զարգացնել, ուժեղացնել։ Ինչպես։ Կնշանակե որ իրենց ինչպես որ այդ դեսակները մեզի կդեսնան իրենց հաշկերով, չէ՞։ Իրենց կդեսնան այդպես եւ գուզեն որ մենք այդպես լանք իրենց պես։ Բայց այսօրվան հայությունը ամենտեղ է, հայությունը այստեղ է, հայությունը Արևմտյան Հայաստանն է, հայությունը Սուրիո մեջն է, հայությունը Իրաքի մեջն է, մինչև Եգիպտոս, Աբխազիայի միջոցով ամեն տեղերից հայություն կա։ Ադոր համար հայությունը մեծ պերսպեկտիվները մենք կրնանք ներկայացնել ամբողջ մեր ազգը միավորելու համար դեպի Արևմտյան Հայաստան։ Եվ վերջում մեկ հարց եւս, եթե թույլ կտաք։ Եթե իմանայիք, որ այսօր ձեր կյանքի վերջի օրն է, ում հետ կցանկանայիք անցկացնել այդ օրը եւ ինչպես։ Գուզեմ անցկացնել այս վերջին օրը անոնքի հետ, որ միշտ գողքս մնացին։ Որովհետև անոնք են, որ կիսելով մեր ամեն օրվա դժվարությունները, անոնք են, որ միշտ դրական ձևով այդ քիչմարաշ դեսության մասին, որ խոսեցանք, դրական դեսություն ներկայացնեցին եւ ես բարդ եմ, որ ես հայ եմ, շատ բարդ եմ, որ ես հայ եմ եւ բարդ եմ, որ ունիմ շրջապատը, որ այդպես կամ անոնք կիսեն ինձ հետ այդ հայությունը, կամ ես կիսեմ իրենց հետ այդ հայությունը եւ եթե վերջին ժամանակ եկավ կոնե իրենց մոդելամ։ Եթե չէ, կոնե այդ վերջին ժամանակը գա մի օգուտ ամբողջ հայ ազգի։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնենք մեր հյուրներ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ, Արևմտյան Հայաստանի զավակ Արմենակ Աբրամյանը։ Շնորհակալություն մեր հետ մնալու համար։